ամենակարևորը նախ համառոտ։ Արարատ ցեմենտը նոր կառավարիչ ունի, ում է նշանակել էկոնոմիկայի նախարարությունը։ Մուլտի վելնես ակումբը վերաբացվել է, ինչ է հայտարարել Ավինյանը։ Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, ինչ հոդվածով է քննվում գործը եւ ինչ նոր մանրամասներ են հայտնի։ Նոր սահմանափակումներ լրագրողների համար, թե հին կանոնների վերագործարկում, ինչ է իրականում փոխվում ազգային ժողովում եւ ինչու են հենց հիմա գործի դրվում տարիներ շարունակ չկիրառված կարգավորումները։ Ջրի ճգնաժամ Բաքվում Ալիևի ցուցադրական հաջողությունների դարձերեսը։ Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն, տեղի է ունեցել խոզարկություն։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ Նարեկ Կարապետյանի տան խոզարկությունը բողոքարկելու են։ Դատարանը մերժել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը։ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դատապարտել է այս որոշումն ու ընդգծել. պետք է ընդունել, որ բռնատիրության կառուցումն այսպիսի իրողություններ է ենթադրում եւ պայքարը պետք է կազմակերպել այդ իրողությունները հաշվի առնելով։ Դատարանը փոփոխել է Բագրատ Սրբազանի կիրակնորյա պատարակների մասնակցության վայրը։ Սրբազանն այսուհետև Սուրբ պատարակի կմասնակցի իր բնակության մարզում գտնվող Գեղարդավանքում։ Կալանավորված ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանի հետ կապվող բիզնեսների շուրջ փոփոխությունները շարունակվում են։ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախկին մուլտիվելնես ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ ունեին փաթեթներ, այդ բոլոր փաթեթները շարունակում են գործել։ Բոլոր այն օրերի համար, որի ընթացքում համալիրը փակված է եղել, այդ օրերը կավելացվեն ձեր փաթեթներին եւ բոլոր այն ծառայությունները, որոնք որ դուք գնել եք նախկինում, դրանք շարունակվելու են ձեզ մատուցվել։ Արարատ ցեմենտը նոր կառավարիչ ունի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ գործարանի կառավարումը անցում է գերատեսչությանը եւ նոր կառավարիչ էլ լինելու է նախարարության աշխատակից։ Արարատ ցեմենտի կառավարիչ են նշանակել Դավիթ Գևորգյանին։ Գագիկ Ծառուկյանն էլ նոր ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից։ Նոր ազգային ժողովում միշտ զգացվելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Առաջարկ Հայաստանի ծրագրերի պակասը, հայտարարել է Ծառուկյանը։ Ըստ նրա, պատճառը գրագետ եւ պատրաստված գործիչների քչությունը չէ։ Նման падգամավորներ բոլոր խմբակցություններում էլ կան։ Խնդիրը այլ տեսանկյունների, այլ ընտրանքային արդյունավետ լուծումների, առաջարկվող ծրագրային այլ մոտեցումների եւ դրանց կրող ամբողջական ուժի բացակայությունն է։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ։ Ընդ որում խոսքը ոչ թե տեսական ապագայի, այլ շատ իրական ամիսների հեռանկարի մասին է։ Աչք չենք թարթի, կհայտնվենք բարդագույն վիճակում։ Միայն ռուս-ուկրաինական հակամարտության եւ Իրան-ԱՄՆ առճակատման բերած ռիսկերը հերիք են սա հասկանալու համար։ Ինձ չափազանց մտահոգում են մեր երկրի տնտեսական խնդիրները եւ արհեստականորեն մեզ պարտադրված ընտրության հարցը՝ ԵՄ թե ԵԱՏՄ։ Մեր առաջ նման սուր ընտրության հարց դնում են թե Արևմուտքը, թե Ռուսաստանը, բայց խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք մեզ հասցրել նման կոշտ արհեստական ջրբաժանի։ Մենք պարտավոր ենք մեր երկիրը հանել այս վերջնագրային բանաձևերից։ Սա արդեն իշխանություն ընդդիմություն պայքարի խնդիր չէ։ Վնասները կրելու են բոլորը առանց բացառության։ Ինձ սա շատ է մտահոգում։ Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան։ Այս ամենի ֆոնին ռուսական կոմերսանտը գրել է, որ հունվարից հունիսը Ռուսաստանում հայկական կոնյակների մանրածախ վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 12.2%-ով, հասնելով 1.37 միլիոն դեկալիտրի։ Սա պայմանավորված է 3 հայ արտադրողների արտադրանքի վաճառքի դադարեցմամբ եւ սահմանափակումներով։
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել Աննա Հակոբյանի իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հայտարարության հիման վրա։ Գործը հարուցել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաները գործածելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Իսկ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում եւ հայտարարված է հետախուզում։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աննա Հակոբյանի հաղորդումն ուսումնասիրման փուլում է։ Գլխավոր դատախազությունն էլ ընթացք էր տվել նրա հրապարակմանը, որում Հակոբյանը հայտնել էր իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ զգալու մասին։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը 3 օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա։ Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղյալ հայտարարման պլան չունի ու Մոսկվայի թիկունքում քայլեր չի անի, այժմ ակնարկում է իրավական որոշումների մասին, առանց փակագծեր բացելու։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաև մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Ռուսական երկաթուղիներից էլ արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին, նշելով, որ զարմանքով եւ տարակուսանքով են ընդունել հայկական երկաթուղիների համար հնարավոր վարձավճարների մասին հնչեցված գնահատականները։ Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով ընկերությունը շարունակելու է կատարել Հայաստանի հետ գործող կոնցեսիոն պայմանագրի բոլոր դրույթները։ Փոփոխություններ են լինում նաև ներքին դաշտում։ Ազգային ժողովում լրագրողները կբախվեն նոր սահմանափակումների։ Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, նոր սահմանափակումներ չեն մտցվել, սակայն մյուս կողմը զգուշացնում է, գործող կանոնակարգը կարող է ցանկացած պահի սահմանափակել լրագրողների աշխատանքն ու ազատ տեղաշարժը։ Ինչ են իրականում նախատեսում այդ դրույթները եւ դրանք կարող են արդյոք սահմանափակել լրագրողների աշխատանքը, ռեպորտաժում։ Լրագրողների համար փակվում են ազգային ժողովի դռները, թե հերթական տեղեկատվական աղմուկն է։ Օրեր առաջ լրատվամիջոցները գրեցին, որ խորհրդանում լրագրողների աշխատանքը նոր սահմանափակումներով է շարունակվելու։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սակայն հակադարձում է, նոր սահմանափակումներ չկան, դրանք գործում են արդեն 5 տարի։ Իրականում այդ դրույթները ոչ թե գործել են, այլ 5 տարի է ինչ կան թղթի վրա։ Կանոնակարգով նախատեսված է, որ լրագրողներին արգելվում է ազգային ժողովի օթյակից նկարահանել նիստերի դահլիճը։ Հավատարմագրված լրագրողները կարող են աշխատել միայն հատուկ առանձնացված վայրերում, իսկ խորհրդարանի մյուս հատվածներում գործունեության համար պետք է ստանան ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Իրավապաշտպան Արա Ղազարյանի խոսքով բազմաթիվ երկրներում եւս լրագրողների համար նախատեսված են հատուկ աշխատանքային տարածքներ։ Այլ բան է, որ երբ որ արտարոց ինչ-որ դեպք է լինում, կամ հանրային մեծ նշանակություն ունեցող հարցերի դեպքում ի վերջո պետք է թույլատրվի լրագրողին ցանկացած վայրում հարցեր ուղղելու ազգային ժողովի պատգամավորներին։ Սակայն հավատարմագրումն ինքնին պետք է լրագրողին հնարավորություն տա իրականացնել իր մասնագիտական գործունեությունը խորհրդարանում։ Այս կարգավորմամբ սակայն որոշ դեպքերում նա ստիպված է լրացուցիչ թույլտվություն ստանալ հենց այն կառույցից, որի գործունեությունն է լուսաբանում եւ հանրային վերահսկողության ենթարկում։ Մտահոգիչ է նաեւ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելիս տեսաձայնագրելու կամ լուսանկարելու արգելքը։ Մինչև այժմ հենց լրագրողական տեսախցիկներն են արձանագրել խորհրդարանում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպեր։ Դիմադիր պատգամավորների նկատմամբ ուժի կիրառումը, լրագրողների աշխատանքի խոչընդոտումը եւ հանրային նշանակություն ունեցող այլ դեպքեր։ Նոր կարգավորման պայմաններում նման իրավիճակներում նկարահանումը կարող է արգելվել այն հիմնավորմամբ, որ կադրում երևում է ծառայողական պարտականություններ իրականացնող ՊՊՑ աշխատակիցը։ Լրագրողի խցիկը ուղղվում է դեպքի վրա, իրադարձության վրա, եւ եթե այնտեղ պատահաբար հայտնվում է նաեւ անվտանգության աշխատակիցը, ես եմ հասկանալ ինչով է վտանգում նրա անվտանգությունը, եթե նա հայտնվում է, ասենք կամերայում, տեսախցիկում։ Ի վերջո նա չի աշխատում, ասենք, սուպերմարկետում, մասնավոր միջավայրում, աշխատում է քաղաքական ինստիտուտում, որտեղ քաղաքական թեժ բանավեճեր են տեղում եւ պատահաբար կարող է հայտնվել տեսախցիկում ոչ թե որպես թիրախ,
այլ իրադարձության կիզակետում։ Խորհրդարանի աշխատանքը 10 տարի լուսաբանած լրագրող Ռուզաննա Խաչատրյանը 1998-ից 2008 թվականներն անվանում է ոսկե տարիներ։ Նրա խոսքով լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակվել էր միայն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկությունից հետո, սակայն այդ սահմանափակումները ժամանակավոր էին եւ իրավիճակի կարգավորումից հետո լրագրողները կրկին ազատ աշխատում էին խորհրդարանում։ Որևէ մեկը չէր հետևում, թե այ դու ինչու գնացիր այս մարդու կաբինետը, մտար առանց մեզ եւ այլն։ Երբեմն շատ հազվադեպ ինցիդենտ էր լինում ոստիկանների հետ, երբ պատգամավորը նեղացած էր լինում, այսպես ասած, ինչ որ հրապարակումից ձայնը բարձրացնում էր եւ այլն, բայց դրանք շատ արագ հարթում էին։ Խաչատրյանի խոսքով այն ժամանակ եւ լրագրողական հանրույթում կար համերաշխություն եւ նրանց իրավունքները պաշտպանում էին հենց խորհրդարանում։ Պատգամավորներն արձանագրում էին այն դեպքերը, երբ գործընկերները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը։ Սակայն տարիների ընթացքում նրա գնահատմամբ փոխվել է ոչ միայն անվտանգության ապահովման մոտեցումը, այլև իշխանությունների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ։ Մենք միշտ էլ մեր մեջ որ խոսում էինք, որ լրագրող ղեկավարը ավելի վատ է, քան ավելի շատ են խոսքի ազատությանը դեմ լինում, խոսքի ազատության դեմ նույնիսկ օրենսդրական քայլեր անում, էլ չեմ ասում փաստացի քայլերի մասին, քան որևէ ուրիշ մարդ։ Եվ հիմա ամենը գալիս է վերևից։ ԿՊԱ-կան պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով այս կարգավորումները գործում են դեռ 2021 թվականից, սակայն գործնականում չեն կիրառվել։ Նրա գնահատմամբ հնարավոր է այս անգամ եւս դրանք չկիրառվեն, հետեւաբար մտահոգության առիթ չկա։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում, եթե դրույթները նախատեսված չեն կիրառելու համար, ինչու են շարունակում մնալ գործող կանոնակարգում։ ԱՄՆ իշխանությունը եւ նրանց նախաձեռնությամբ ստեղծված խաղաղության խորհրդի ներկայացուցիչները կարծում են, որ պաղեստինյան արմատական համաշարժման վերահսկողության տակ գտնվող ոստիկանական ուժերը առաջիկա 2 շաբաթում կսկսեն զենքերը փոխանցել Գազայի ժամանակավոր իշխանությանը։ ԱՄՆ պաշտոնյաները լավատեսորեն են տրամադրված Գազայի խաղաղության համաձայնագրի երկրորդ փուլի արագ իրականացման հեռանկարներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Լիբանանին Իսրայելի հարձակումներից տուժած հարավային շրջանների վերականգնման գործում։ Նրա խոսքով միջազգային ուժերը դուրսբերումից հետո Թուրքիան ցանկանում է մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Մինչ Բաքուն փորձում է աշխարհին ցույց տալ զարգացող եւ հզոր Ադրբեջանի պատկերը, երկրի ներսում սոցիալական դժգոհության նոր պատճառ է հասունանում։ Բնակիչները խմելու ջուր չունեն։ Ինչպես է պաշտոնական Բաքուն բացատրում վիճակը եւ ինչ համակարգային խնդիրներ են դրա տակ թաքնված ռեպորտաժում։ Ադրբեջանում ջրի խնդիր կա, ինչը դարձել է սոցիալական դժգոհության պատճառ։ Մինչ Իլհամ Ալիևը միլիարդներ է ծախսում օկուպացված Արցախում նոր բնակավայրեր կառուցելու եւ վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու համար, Բաքվից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու մարդիկ օրերով խմելու ջուր չեն ունենում։ Խոսքը Աբշերոնի թերակղզու բնակավայրերի մասին է։ Իրանագետի խոսքով այդ տարածքներում հիմնականում բնակվում են կովկասյան պարսիկներ եւ շիա հավատացյալների մեծ համայնքներ։ Այսինքն խոսքը բնակավայրերի մասին է, որոնց բնակչության մեծ մասը հավատացյալ շիաներ են եւ հասարակական կյանքում բավականին ակտիվ դեր ունեն։ Այդ ողջ տարածքը ըստ էության նույնիսկ այս անձրև առած տարվա ընթացքում զրկված է տարրական կենցաղային պայմաններից։ Բաքվից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու մարդիկ չունեն խմելու ջուր, կենցաղիքների համար օգտագործելու ջուր, եւ այս ամենը հատկապես ավելի ակներև է դառնում եւ դժգոհություն է հարուցում տեղի բնակչության շրջանում, դատելով սոցիալական ցանցերում վերացված արձագանքներից։ Այն ֆոնին, երբ Բաքվի բռնապետը հսկայական գումարներ է ծախսում բռնազավթված Արցախում, փորձելով ապահովել իր համար քարոզչական ուռճացված փոչիկ։ Ադրբեջանի իշխանությունը տարիներ շարունակ փորձում է աշխարհին ներկայանալ որպես հզոր եւ զարգացող պետություն։
Սակայն այս անգամ նույնիսկ խիստ վերահսկվող ինֆորմացիոն դաշտը չկարողացավ ամբողջությամբ թաքցնել խնդիրը։ Ջրի պակասի մասին տեղեկությունները հասան նաև ադրբեջանական լրատվամիջոցներ։ Դրանք կարող են հետևել որևէ քաղաքական process-ի, այլ պարզապես ինչ-որ պահի հայտնվել կոնկրետ լրագրողի կամ լրատվամիջոցի տրամադրության տակ եւ ըստ էության ավելի լայն շրջանակներին հասանելի դառնալ։ Երբ Ադրբեջանի իշխանությունը հսկայական միջոցներ է ծախսում օկուպացված Արցախում, հասարակական դժգոհությունն ավելի խիտ երանգ է ստանում։ Ոսկանյանի խոսքով Բաքուն ուզում է ստեղծել տպավորություն, որ ի վիճակի է Արցախում կառուցել բնակավայրեր եւ վերաբնակեցնել դրանք, մինչդեռ Ադրբեջանի ներսում կուտակված խնդիրները մնում են չլուծված։ Մենք ունենք մի իրավիճակ եւ բնակչության զանազան խմբեր, հատկապես Բաքվից դուրս գտնվող բնակչության զանազան խմբեր, մեղմ ասած այնքան էլ ուրախ չեն Արցախի բռնազավթման Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից եւ համարում են, որ ավելորդ գումարներ են վատնվում այդ տարածքը չակերտավոր վերաբնակեցնելու, այնտեղ պայմաններ ստեղծելու վրա, մինչդեռ հենց ուն Ադրբեջանի տարածքում նաև Ադրբեջանի սիրտ համարվող Աբշերոնյան վերակարգում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենաարդիականը բնականաբար այս պահին ջրի խնդիրն է։ Սակայն ջրի խնդիրը Բաքվի եւ դրա հարակից տարածքների համար նոր չէ, այն տասնամյակների խնդիր է։ Այս պահին ամենաշատը խոսվում է Աբշերոնի թերակղզու Շուվելան բնակավայրի մասին, որտեղ ջրի խնդիրն առավել ակնհայտ է։ Ադրբեջանում ջրային խնդիրները պայմանավորվում են նրանով նաև, որ վերգետնյա ջրային ռեսուրսների ավելի քան 70%-ը ձևավորվում է Ադրբեջանի սահմաններից դուրս՝ Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում եւ այլն, եւ գլխավոր խնդիրը հենց այդ ջրային զարկերակներն են, մասնավորապես Կուրը եւ Արաքսը, որոնք Ադրբեջան հասնում են արդեն իսկ աղտոտված եւ արդեն ծավալային առումով բավականին նվազած։ Այս խնդրի մասին գրել է Հակինա Սկայքը, որը ընդամենը մի քանի ամիս առաջ եւս մեկ հրապարակում էր արել, որը ըստ ադրբեջանագետի դարձել է ջրային խնդրի շղթայի եւս մեկ օղակը։ Շուվելանի շրջակայքի ջրային ռեսուրսները աղտոտվում են, բարբերաբար այնտեղ շինարական աղբ են թափում եւ այլն, եւ թափոնները գալիս են լցվում են ափ, թույլ չտալով բնակչությանը օգտվել ջրից, այսինքն կարող ենք եզրակացնել, որ ամիսներ անց այդ աղտոտված իրավիճակը կարող է հանգեցրած լինել նաեւ ջրային ռեսուրսների զգալի նվազմանը։ Եթե պաշտոնական բացատրությամբ ջրի պակասի հիմնական պատճառը շոկ եղանակն է, ապա փորձագիտական գնահատականներով իրական խնդիրը պետական կառավարման ձախողումներն են։ Իսկ ջրի պակասն այսօր դարձել է այն ճեղքը, որից երևում են Ադրբեջանի երկար տարիների չլուծված խնդիրները։ Հազարավոր միգրանտներ Մարոկոյի ցամաքով եւ ծովով ներխուժել են իսպանական էքսկլավ Սեուտա։ Տեղական իշխանությունը հայտարարում է 2021 թվականից ի վեր ամենամեծ միգրացիոն ճգնաժամի մասին։ Վիճակը ինչ որ կերպ կայունացնելու նպատակով Սեուտա են ուղարկվել բանակ, ջրասուզակներ եւ հատուկ նշանակության ջոկատներ։ Սահմանվել է նաեւ արտակարգ դրություն։ Ընդ որում վերջին օրերին Սեուտա լողալու փորձի ժամանակ 18 միգրանտ է զոհվել, Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի ղեկավարը եթերում հայտարարել է սահմանի լիակատար փլուզման եւ բացարձակ քաոսի մասին։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Միացյալ Նահանգների վերջին հարվածներից հետո Իրանը պատասխան գործողություններ է իրականացրել, թիրախավորելով Բահրեյնում գտնվող ամերիկյան Շեյխ Իսա ռազմաբազան։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխանցմամբ վնասվել են էլեկտրամատակարարման, նավիգացիոն, նաև վարչական եւ օժանդակ ենթակառուցվածքներ։ Իրանը սա ներկայացնում է որպես Միացյալ Նահանգների հասցրած հարվածների պատասխան։ Ավելի վաղ Ամերիկան հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների, հրամանատարական կենտրոնների, հրթիռային եւ անօդաչու սպառազինության, ինչպես նաև ափամերձ ռազմական ենթակառուցվածքների։ Իրանը Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին մեղադրում է միջազգային իրավական համակարգը թուլացնելու համար։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ հենց Վաշինգտոնն ու Թել Ավիվն են ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված միջազգային կարգի քայքայման գլխավոր պատճառները։ Նա հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի վերջին հայտարարությունները, որոնցում նշվում էր, որ միջազգային իրավունքի նկատմամբ անտեսումը, անպատժելիությունը եւ ռազմական լուծումների ընտրությունը խորացնում են հակամարտությունները, հատկապես Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ շարունակվում են իրավիճակը բանակցությունների միջոցով կարգավորելու փորձերը։ Պակիստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև քննարկումների առանցքում, ինչպես Հորմուզի նեղուցում, վիճակի կայունացումն է, այնպես էլ ընդհանուր լարվածության նվազեցումը։
Իսրայելը չի ընդունել Գազայի վերաբերյալ ներկայացված 15 կետանոց կարգավորման ծրագիրը։ Վարչապետ Նեթանյահուի գրասենյակի փոխանցմամբ Թել Ավիվն իր առարկությունները փոխանցել է Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոնի Բլերին։ Իսրայելը շարունակում է պնդել, որ ցանկացած համաձայնության նախապայմանը Համասի լիակատար զինաթափումն ու Գազայի ամբողջական ապառազմականացումն է։ Մինչ այդ իսրայելական զորքերը չեն լքի այսպես կոչված դեղին գիծը։ Իսրայելի ղեկավարությունը համոզված է, որ տարածաշրջանում խաղաղության գլխավոր նախապայմանը Իրանի ազդեցության սահմանափակումն է։ Իսրայելի վարչապետն է հայտարարել, որ եթե հաջողվի նվազեցնել Իրանից եկող սպառնալիքը, հնարավոր կլինի կնքել նոր խաղաղության համաձայնագիր։ Տարածաշրջանային զարգացումներին անդրադարձել է նաև Թուրքիան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Լիբանանի հարավային շրջանների վերականգնմանն աջակցելու մասին։ Անկարան պատրաստ է մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին եւ շարունակելու է աջակցել նաև երկրի զինված ուժերին։ Չեն դադարում ռազմական գործողությունները ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսաստանը հայտարարել է, որ Օդեսայի մարզում հարվածներ է հասցրել ռազմական բեռներ տեղափոխող նավերին եւ վառելիքային ենթակառուցվածքներին։ Թիրախում եղել է ռազմական նշանակության բեռներով 4 նավ, նաև վառելիքի մատակարարման հանգույց։ Պատերազմի ֆոնին Ռուսաստանը շարունակում է նաև ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված տնտեսական քայլերը։ Ռուսաստանի կառավարությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է բենզինի եւ մի շարք նավթամթերքների արտահանման արգելքը։ Իշխանության պարզաբանմամբ որոշման նպատակն է պահպանել ներքին շուկայում վառելիքի կայուն մատակարարումն ու կանխել գների աճը։ Անիա Բաղյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, կհանդիպենք առայժմ։